Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Օգոստոսի 8-ի համաձայնությունների կայացումից հետո Միացյալ Նահանգներն, ինչպես տեսնում ենք, բավականին բարձր տեմպ է վերցրել այն իրականացնելու համար։ Ընդ որում մենք տեսնում ենք, որ նաև որոշակի ճռռոցներ են գալիս եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածություններից, այս անցած ժամանակահատվածում շուտով կլրանա 2 ամիսը եւ տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում էր իր նախկին տերմինաբանությունը օգտագործել, որ ըստ էության էքսպանսիոնիստական էր եւ հավակնություն էր Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ որոշ նկատողություններ տեղի ունեցան հրապարակային, թե չինական գագաթնաժողովին, թե ՄԱԿ-ի ամբիոնից, բայց Կոպենհագենում էլ եվրոպական քաղաքական ընկերակցության այդ գագաթնաժողովի ժամանակ երկկողմ հանդիպում եղավ եւ այս ընթացքում ասել քանի օր է անցել, ոնց որ թե նոր նման առկայծումներ Ադրբեջանի կողմից չկան։ Բայց առջևում հենց Ադրբեջանում Գաբալա քաղաքում հավաքվում է թյուրքական պետությունների գագաթնաժողովը եւ կա տեղեկատվություն, այսպես չհաստատված եւ չհերքված, որ մեծ է հնարավորությունը, որ Հայաստանի դեմ ուղղված այնուամենայնիվ որոշ ձևակերպումներ տեղ գտնեն այդ ամփոփիչ հռչակագրում կապրենք կտեսնենք արդյոք դա այդպես է թե ոչ, այսինքն մենք Միացյալ Նահանգների հետ բավականին բարձր տեմպով սկսել ենք իրականացնել մեր երկկողմ համաձայնությունները, դա դրական է, սակայն բացասականն այն է, որ դա տեղի ունենում ընդհանուր, ինչպես ընդունված է ասել, ռազմավարական անորոշության աճի պայմաններում, ընդ որում այդ ռազմավարական անորոշությունն աճում է Հայաստանի անվտանգության միջավայրի հետ ուղիղ առնչվող հենց հարևան հարակից տարածաշրջաններում եւ դրանցից մեկն է նաեւ Մերձավոր Արևելքը, որտեղ Գազայի հետ կապված Միացյալ Նահանգներն ուղղակի մամլիչի տակ են պահում մասնակից կողմերին ուղղակի պարտադրելով որ առաջ գալ համաձայնության արաբները պետք է բաց թողնեն այդ պատանդներին արաբ տերորիստները, որոնք պահում են եւ հիմա էլ ասում են դե մենք դեռ պետք է իրենց գտնենք, սա եւս ժամանակ ձգելու ձև է, ինչը լարվածություն է ստեղծում իսրայելական կողմում, Իսրայելը այսպես ասենք սառեցրել է պատերազմի ընթացքը Գազայում, բայց ցանկացած վարկյանի պատրաստ է այն վերսկսել, փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ընդհանուր իրավիճակին այսպես մի տեսություն տալու նպատակով եւ գնահատելու համար ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրն է Ալիք մեդիայի հիմնադիր, արևելագետ եւ կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը, բարև ձեզ պարոն Խառատյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ ուրեմն, պարոն Խառատյան, դուք ուշի ուշով հետևում եք այստեղ, այնտեղ, տեղի ունեցող բազմաթիվ այս իրադարձությունների մասին, այս լրահոսում եղած տեղեկատվական տարափին, եթե կարելի է այդպես ասել, նաև մենք տեսնում ենք շատ որոշակի զարգացումներ ռուս-ուկրաինական պատերազմում եւ այս ամենն իհարկե ոնց որ թե ուրվագծում է ամեն ինչ բացի ելքերից։ Ձեր ընդհանուր գնահատականը
ինչպես նաև ձեր դիտարկումները, թե ինչպես է այս ամենը պրոյեկցվում մեր տարածաշրջանում, համեցեք։ Դե, այսպես ասած, տաք կետերի մի ողջ ամբողջություն ենք առանձնացնում, գուցե փորձենք ձեր, այսպես ասած, նախնական խոսքի հետքերով փորձենք տեսնել, թե ինչ է կատարվում նախ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում, ինչպես ճշգրիտ նշեցիք, ՄԱԿ-ի ամբիոնից դրանից առաջ նաև Շանհայի հանդիպման ընթացքում փորձել է արվեց Հայաստանի կողմից սաստել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները Զանգեզուրի միջանցք եւ այլ տերմինաբանության հարցի շուրջ, բայց այստեղ կարծես թե ավելի շատ խոսում ենք այլ ականջների համար, քան երկկողմ միմյանց հետ, ադրբեջանցիներն կամ Ալիևն ասում է այն ինչ ուզում է ասել, հայկական կողմն էլ դրան արձագանքողի դերում է հայտնվել։ Այո, թուրքալեզու ժողովուրդների հավաքի ընթացքում վստահ եմ, որ լինելու է հայտարարություն, հետաքրքիր է լինելու, թե ինչպիսի եզրաբանություն է ընտրվելու այնտեղ Հայաստանի հարցում եւ ընդհանրապես Ադրբեջանի կողմից կամ Ալիևի կողմից ՄԱԿ-ում արդեն իսկ ձևակերպած իրենց շարունակվող պահանջների շուրջ ես ամենավստահ եմ, որ խոսք է գնալու ուրեմն իրենց թուրքալեզու եղբայրների իրավունքի մասին եւ այս հարցը օրակարգում են պահելու ավելին ես նախկինում այս մասին խոսել ենք նաեւ ուրեմն իսլամական երկրների կոնֆերանսում արդեն իսկ մեկ անգամ անցկացրած այն բանաձևը, որը վերաբերում էր ուրեմն հենց Արևմտյան Ադրբեջանին Զանգեզուրի միջանցք կոչվածին եւ այլ հարցերին, սրանք կարող են նաեւ իրենց տեղը սպառեցնել այս համատեքստում եւ ուրեմն Ադրբեջանը մեր նախնական այն պնդումը, որ Ադրբեջանը փորձ է անում առաջ գնալ դեպի ուրեմն չմիավորված երկրների կազմակերպությունում համանման բանաձև անցկացնելու, իսկ որին պիտի հետևի նաև ՄԱԿ-ում հնարավոր բանաձև անցկացնելը, ինձ թվում է առավել քան իրական դառնալու ուրեմն տրամաբանություն է ձեռք բերում։ Այստեղ թե ինչ պիտի անի մեր եթե թուրքալեզու ժողովուրդների հավաքին մեր դիվանագիտությունը թերևս շատ մեծ ազդեցություն դժվար թե ունենա, ապա չմիավորված երկրների կազմակերպություններում հաստատ ունի եւ այստեղ կարծում եմ մենք անելիք պետք է ունենանք եւ ունենք։ Մերձավոր Արևելքում ավելի լայն համատեքստում թե ինչ է կատարվում եւ ինչ կարող է լինել առաջիկայում դժվարանում եմ ասել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իհարկե սա հետևում է Թրամփի կողմից որոշ սաստկացմամբ հայտարարություններ անելու շուրջ, որտեղ Իսրայելը սա տեղի ունեցավ հիշում եք Քաթարի վրա հարձակումից հետո եւ նաեւ ուրեմն որոշ արևմտյան պետությունների կողմից Պալեստինը ճանաչելու համատեքստում ես կարծում եմ որ սա ժամանակավոր դադար է որ Իսրայելը վերցրել է եւ կախված նրանից թե որքանով հնարավոր կլինի ընդհանրապես այսպես այս պահի դրությամբ իրենց մոտ պահվող գերիների վերադարձի հարցը օրակարգ վերադարձնելու պահարմար պահին, իսկ գիտեք վաղը լրանում է այս գործընթացի 2 տարին Իսրայելը կասկած չունեմ, որ շարունակելու է որոշակի ակտիվությամբ պահպանել ռազմական իրերի դրությունը, բայց սա էլ կանխատեսում է, որի շուրջ կարծում եմ, որ դեռևս վստահաբար վերլուծելը հեշտ չէ, բայց այն հանգամանքը, որ կգնեմ ուրեմն այսպես ասած պատերազմը միայն Գազայից ավելի լայն մերձավոր արևելք դուրս բերելու Իսրայելի վարքագիծը չի դադարել եւ սա լինելու է եւ կա տրամաբանություն է, այստեղ կարծում եմ որևէ մեկը կասկած չունի։ Վերադառնալով մեր խնդրին ես միևնույն է հույս ունեմ, որ Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ ինչ որ առաջընթաց անկախ նրանից թե այս պահին Ադրբեջանը ինչ հարթակներում ինչպիսի բանաձևեր է անցկացնում, ինչ որ առաջընթաց հնարավոր է ունենալ։ Այսօր տեսանք, որ Ադրբեջանի խորհրդարանի մի պատգամավոր հայտարարություններ արել, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը ստորագրել դեռևս մինչև Հայաստանում սահմանադրական փոփոխությունը, հաշվի առնելով Ադրբեջանում իրերի դրությունը, դժվար ենք պատկերացնում, որ որևէ խորհրդարանական այդպիսի բան կասել առանց համակարգելու ուրեմն կենտրոնական իշխանությունների հետ, սա էլ հաջորդում է բնականաբար Թուրքիայի արտգործնախարարի կողմից դեռևս նախորդ շաբաթ կամ 2 շաբաթ առաջ արած այն հայտարարությանը, որ պաշտոնական Անկարան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հունվարին արդեն կկարողանան խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Տեսնենք,
իրադարձությունները զարգանում են տարբեր ուղղություններով, տարբեր կերպ, բայց կգտնեմ մի կողմից ադրբեջանցիները խոսում են, որ իրենք ուրեմն կառուցողական են տրամադրված եւ իբրև շարունակում են խաղաղության շուրջ խոսակցությունները կամ այսպես ասած դե ֆակտո խաղաղություն հաստատված է ռեգիոնում, միևնույն ժամանակ իրենք էլ բազմակողմ տարբեր հարթակներում իրենց օրակարգը առաջ են մղում, որտեղ ոչ միայն Զանգեզուրի միջանցք եզրաբանությունն են օգտագործում, այլև Արևմտյան Ադրբեջանը կա, ուրեմն վերադարձի հարցը կա, այսինքն օրակարգում պահվում են հարցեր, որոնք հաստատ խաղաղությանը նպաստող չեն։ Պարոն Խառատյան, այնուամենայնիվ սրան զուգահեռ նաև մենք Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում ենք տեսնում շրջանառվող բազմաթիվ փաստաթղթեր, բազմաթիվ թեզերով, որոնք այլ կերպ գնահատել, քան հավելյալ ճնշում Ադրբեջանի վրա հնարավոր չէ գնահատել։ Ինչ կասեք սրա մասին։ Ես կարծում եմ, որ եթե որևէ կողմ կա, որ կարող է այդ ճնշումը բանեցնել, դա Միացյալ Նահանգներն են հիմնականաբար։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները կարծես իսկապես հստակ կամ այս ադմինիստրացիան հստակ հետաքրքրություն ունի առաջ մղել ծրագիրը, ինչպես դուք նախապես նշեցիք, նաև պատվիրակությունների պակաս չկա, մենք տեսանք անցյալ շաբաթ արդեն նաև մաքսային ոլորտում համագործակցություն եւ սահմանապահ ծառայություն, որոնք բնականաբար պիտի առաջին հերթին առնչվեն Թրամփի ճանապարհին եւ իհարկե Ադրբեջանն էլ ինչեւ ինչ որ կետ կարող է միայն այսպես ասած ժամանակ ձգել, որովհետեւ գործընթացները միևնույն է առաջ են գնալու, որովհետեւ այդպիսի հետաքրքրություն ունեն գոնե առնվազն առավել կարևոր է սպահին այս հարցում խոշոր խաղացողները, խոշոր խաղացողը, այսինքն Միացյալ Նահանգները։ Այս տեսանկյունից իհարկե բան, այսինքն լիմիտ կա դրան, բայց դա չի խանգարում, որպեսզի կրկնեմ Ադրբեջանի նախագահը օրակարգում պահի հարցեր, որոնք վստահաբար որևէ աղերս չպետք է ունենային խաղաղության են գործընթացի հետ, որը որ հարուցվել է եւ հասել է մինչ այս կետը, մինչդեռ տարբեր օղակներում եւ տարբեր խողովակներում այլևս շարունակվում է այդ կառավարությունը, ինչը նշանակում է, որ անգամ եթե ինչ-որ բան պիտի ստորագրվի, անգամ եթե գոյություն ունեցող խաղաղության պայմանագրի տեքստը պիտի ստորագրվի, Պալիևը չի պատրաստվում գոնե հեռուստաառողջության մակարդակում հրաժարվել իր նախապես ձևակերպած պահանջներից։ Պարոն Խառատյան, տեսեք, դուք էլ գիտեք կյանքից, երբ ինչ-որ միտեղ շինարարություն է սկսվում, ձևավորվում է շին հրապարակը մաքրվում է աղբից, հետո նոր, ասենք, այդ նախագիծը բերվում եւ սկսում է տեղում կառուցվել։ Հիմա այդ թրիփի շինարարությունը, որ պետք է կառուցվի, ենթադրաբար դա պետք է սկսվի դելիմիտացիայից եւ դեմարկացիայից, որ հասկանանք ցանկապատերը շինարարական, որտեղ ենք դնում, եւ երկրորդը ռուսական զորքերը պետք է այնտեղից դուրս բերվեն առնվազն։ Այսօր քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ Սարգիս Խանդանյանը մեր լրատվականին իր հարցազրույցում ասաց արդեն ուղիղ տեքստով այն մասին, որ վաղ թե ուշ այո, ռուսական սահմանապահները լքելու են Հայաստանը եւ Հայաստանի սահմանապահ ուժերը լիովին վերցնեն այն ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո, նույնը հայ-թուրքական սահմանին է վերաբերվում։ Հիմա հարցս հետեւյալն է, իմի դա երբ նա ասում է վաղ թե ուշ, համեցեք։ Հիմա այդ հարցը պետք է Սարգիս Խանդանյանին կամ հասկանալ է։ Եթե փորձենք տրամաբանել, այսպես ասեմ։ Վաղ թե ուշը չեմ կարող ասել, բայց պարզ է, որ այդ վաղ թե ուշը ուղիղ կապ ունի նաև դրա հետ զուգահեռ ընթացող այլ գործընթացների հետ։ Հայաստան-Թուրքիայի մասով այս մասին խոսել ենք եւ հիմա էլ կրկնեմ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից է կախված ռուսական բազայի դուրսբերումը։ Սահմանային զորքերի մի հետ բերումը, այսինքն ներս քաշումը, կանաչ գոտի քաշումը տեղի ունեցել արդեն, ինչպես Հայաստան-Իրան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարթությունում, բայց ռազմաբազայի իսկ այս ռուսական ռազմական ներկայության վերջը Հայաստանում
կարող է լինել Թուրքիայի կողմից սահմանի բացման պարագայում եւ այս հարցում նրանք ովքեր առավել շահագրգիռ են դրանում, իսկ դրանում շահագրգիռ են բնականաբար այն արևմտյան խաղացողները, որոնք տարիներ շարունակ Ռուսաստանի դուրսբերման գործընթացում ներգրաված են, նրանք պիտի լինեն, ուստի մենք մեր մասով Թուրքիայի հետ կապված ինչ պետք է արել ենք մինչ այս կետը, մենք որևէ լծակ չունենք Թուրքիայի վրա, որպեսզի այս գործընթացում առաջընթաց լինի, ուստի այստեղ մնացած խաղացողներն են, որ պետք է ճնշում բանեցնեն Թուրքիայի վրա, եւ սա մեր խնդրանքով չէ, որ պիտի լինի, այլև նաեւ հենց իրենց հետաքրքրությամբ։ Սա նաեւ իհարկե ուղիղ կապ ունի նրա հետ, թե ինչպիսի երկաթգծի մասին է խոսք գնալու, այսինքն բացի Թրամփի ուղին, այսինքն այդ 44 կիլոմետրանոց հատվածը Արաքսի երկայնքով Հայաստանի հարավում, եթե պիտի շարունակվի ուրեմն դեպի երազ, ապա այս ուղղությամբ եւս ակնհայտ է, որ սահմանից պիտի ռուսները, այսինքն ռուսական ներկայությունը վերացվի։ Վաղ թե ուշի մասով էլ կրկնեմ, մինչ այս պահը կարծես թե առանց որևէ ագրեսիայի հնարավոր է եղել աղնահստ Վարդանց օդանավականից դուրս բերել ռուսական սահմանապահ ծառայություններին եւ Իրանի հետ սահմանը այսպես Իրանի հետ սահմանում նույնպես կանաչ գոտի են անցել, ինչը նախապատրաստական աշխատանք էր ակնհայտորեն Թրամփի ուղու համար, սա նաև ուղիղ առնչություն ունի Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման հարցի հետ, եւս այսպես ասած մի կոմպոնենտ է այս գործընթացի, բայց կրկնեմ ժամկետների հետ կապված թերևս առավել խորը տեղեկատվություն տիրապետող մարդիկ պիտի խոսեն այս մասին, իսկ մասնավորապես այն մարդիկ, որոնք բանակցում են, ինչպես տեսակ, ինչպես ասեցիք, Սարգիս Ղանդանյանը, որը խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովները կառավարում, ինքն էլ բնականաբար ուրեմն ինչ-որ բան գիտի, որ ասում է, վաղ թե ուշի հետ կապված էլ ենթադրում եմ, որ առաջիկայում հնարավորություն կլինի արտաքին քաղաքական գերատեսչության արտաքին քաղաքականության պատասխանատուների հետ կապված խոսակցության ընթացքում պարզել ժամկետների հարցը։ Գալով արտաքին քաղաքական գերատեսչությանը, պարոն Խառատյան, ձեզ հետ հանդիպումից քիչ առաջ տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Եվրոպայի բաժնից այսպես որոշ կադրերի առանձնացնելով արտգործնախարարությունում ձևավորվում է Եվրաինտեգրման բաժին, վարչություն, ներողություն, Եվրաինտեգրման վարչություն։ Ինչ եք կարծում, սա ձեր գնահատականը այս քայլի եւ արդյոք սա ինստիտուցիոնալ առումով բավարար քայլ է, որպեսզի պետության կողմից տարվող աշխատանքները հնարավորինս բարձր տեմպերով իրականացվեն, թե այնուամենայնիվ այլ ինստիտուտներ ձևավորելու անհրաժեշտություն եւս կա, համեցեք։ Ես մեծ հույս ունեմ, որ այս հայտարարությունը կամ այս որոշումը արտգործնախարարությունում այս մասով կառուցվածքային փոփոխություն մտցնելը, իսկ մասնավորապես եվրոինտեգրացիայի վարչություն ունենալը իրոք պիտի ոչ միայն քաղաքական սիգնալ կամ այսպես ասած ազդակ լինի այն, որ Հայաստանը լուրջ է վերաբերում այն օրենքին, որ ընդունվել է եւ այս ուղղությամբ նաեւ գործադիրի մակարդակով սկսում է ինստիտուտներ ձևավորել, այլև ինքը կարող է դառնալ կուրացիան ապահովող միջգերատեսչական խմբի մաս, այս պայմանությամբ արդեն իսկ ունենք թե վարչապետի մակարդակով է կուրացիան ընդհանուր առմամբ արվում, բայց այստեղ ներքին գործերի նախարարությունն անելիք ունի բնականաբար, որտեղ խնդիրը վերաբերելու է անձնագրային հարցերի, քաղաքացիության հետ կապված խնդիրների, եւ չգիտեմ որքան է լայն լինելու օրակարգը, որովհետեւ գիտենք, որ եվրոինտեգրացիայի կամ Եվրամիության ինտեգրվելու ճանապարհը ենթադրելու է կրկին խորը եւ համապարփակ հակառակվի եւ ասոցիացիան համաձայնագիր ստորագրելու հնարավորություն, մենք այս ճանապարհը մինչև 90% մեկ անգամ անցել ենք սկսած 2010-ից 13 թվականներ, այն ժամանակ երկու հիմնական ճյուղային նախարարություններ էին առաջնորդում արտաքին գործերը եւ արդարադատությունը, ես ենթադրում եմ, որ համանման կամ պիտի վարչություններ ձևավորվեն նաեւ այն գերատեսչություններում, որոնք ուղիղ պիտի առնչվեն նաեւ էկոնոմիկայի միջև, հա պիտի ձևավորվեն համանման վարչություններ, որպեսզի հնարավոր լինի միջգերատեսչական մակարդակում այն հսկայական աշխատանքը, որ պիտի արվի այս ուղղությամբ, հնարավոր լինի իրականացնել։ Այս պայմանությամբ կարող եմ ասել, որ սա առավելապես
շարունակությունն է այն օրենքի, որ արդեն իսկ ընդունվել է Եվրամիության ինտեգրացիայի վերաբերյալ օրենքը, նաև անցնում է դեպի գործադիր, եւ բայց հույս ունեմ, որ սա այդպես նոմինալ վարչություն չի լինելու, որը եթե գիտեք PR-ի համար է արվում, որ ցույց տրվի, որ այստեղ լրջություն կա, այլև հենց կոնկրետ կուրացիա անող, այսինքն համակարգող ուրեմն գործառույթ է ունենալու եւ ուրեմն ընդհանուր առմամբ թերևս արտգործնախարարությունը պետք է վերցնի առաջատարի ուրեմն դիրքը ընդհանուր առմամբ Եվրամիություն Հայաստան հետագա երկխոսության հարցում։ Պարոն Խարոծյան, այս ամենը իհարկե այսպես տևական, հանդարտ եւ կանխատեսելի իրավիճակ է պահանջում մեր անվտանգային միջավայրում։ Բայց մենք տեսնում ենք, որ մեր անվտանգային միջավայրն այնքան էլ հանդարտ չէ եւ մեծ եւ տևական հանդարտություն չի խոստանում։ Ամենայն դեպս այդ մասին է վկայում Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցածը անցած օրերին եւ ամենակարևորը Վրաստանի պաշտոնական Թբիլիսիի այդ քաղաքական դրեյֆը, որը տեղի է ունենում եւ ակնհայտ է։ Մի կողմից, մյուս կողմից մենք տեսնում ենք այո Գազայի շուրջ որոշակի փորձ կանխատեսելիություն ապահովելու, սակայն անկանխատեսելիության աճ կա Իրանի հետ կապված։ Եվ մենք տեսնում ենք, որ այն փորձերը, այսպես ռեֆորմիստական թևի բանակցային գործընթացն այնուամենայնիվ կենթանի պահել, չի ստացվում եւ նույնիսկ այդ ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի պայմանավորվածությունն է Թեհրանը համարում ըստ էության արդեն անգործունակ, երբ եվրոպական եռյակը այդ snapback-ը որոշել է վերագործարկել 10 տարվա այդ ընդմիջումից հետո։ Իսկ դրանք մեր, այսպես ասենք, մենք ունենք երկու պրոբլեմային հարևան եւ երկու բարեկամ հարևան, խոսքը վերաբերվում է երկուսին էլ մեր բարեկամ հարևաններից։ Համեցեք։ Եթե ժողովրդավարությունը որպես այդպեսին դիտարկենք որպես անվտանգության նաև համատեքստում կարևոր սեգմենտ, իհարկե Վրաստանում ժողովրդավարական գործընթացների հետընթացը մեզ համար խնդրահարույց է եւ բարդացնում է իրավիճակը ընդհանուր տարածաշրջանային տրամաբանության մեջ, որքան դեգրադացվի ժողովրդավարությունը մեր տարածաշրջանում, այդքան մեզ մոտ իհարկե իրավիճակը բարդանալու է, որտեղ ժողովրդավարության դեգրադացիան ենթադրում է նաեւ ակումբների փոփոխություն, իսկ այս պարագայում Վրաստանը թերևս էլ ավելի է մոտենալու առավելապես թերևս Ռուսաստանին, հա։ Այն ինչ տեղի է ունենում Վրաստանում այս անգամ արդեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մակարդակում, տեսանք, որ բավականին հստակ ցույց է դնում, որ գործող քաղաքական մեծամասնությունը, որը փաստացի միակուսակցական իշխանություն ունի խորհրդարանում, բայց նաև վիճակված ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն է ապահովել խորհրդարանում, փաստացի կարող է անել այն ամենը, ինչ ուզում է։ Բոլոր փաստացի բոլոր դիմընտրություններում կրկին իշխանական կուսակցությունն է հաղթել, տեսանք բախումները Թբիլիսիում, տեսանք, որ նաև խորհրդարանական ընդդիմությունը երկրում ընդհանուր առմամբ բոյկոտել է ընտրությունները, փաստացի կամ չունենալով հնարավոր ռեսուրսներ, որպեսզի պայքարի քաղաքական մեծամասնության դեմ, կամ ըստ էության ցույց տներով, որ ընտրությունների միջոցով այլևս Վրաստանում փոփոխությունների հասնելը անհնարին է հասել։ Սա բարդացնում է իրավիճակը եւ էլ ավելի պայթյունավտանգ է դարձնում հենց Վրաստանը, իսկ անկայուն Վրաստան մեզ պետք չէ, ինչպես գիտեք, մենք այդտեղ հաշվի առնելով այն մասշտաբը եւ կարեւորությունը Վրաստանի արտաքին աշխարհի հետ մեր կապի տեսանկյունից առաջին հերթին, դե իսկ մնացած բոլոր բաների կողմ դրած նաեւ տարածաշրջանում մեծ համար կարևոր, ինչպես ասում եք, բարեկամ երկրի ներսում նման գործընթացները մեզ համար ամենօրյա ռեժիմով հետևելու եւ չնայած որևէ տիպի ազդեցություն չէ կարող ունենալ, բայց նաեւ այդ ազդեցությունը մեր վրա գնահատելու հարցում ենք։ Իրանի պարագան էլ, ինչպես ասում եք, կայունության պակաս ունի, այնտեղ տեսանք հունիսին իսրայելական հարձակումներից հետո նոր իրականություններ կան, այսինքն
մենք տեսնում ենք, որ Իրանի գործող իշխանությունները սկսում են խոսել որոշ իմաստով նաև իսլամի հետ կապված, այսինքն որոշ ազատություններ թույլ տալու մասին խոսք է գնում հիջաբ կրելու, ուրեմն այո, արգել այդ սա ուղիղ կապ ունի երկրում ներքաղաքական կայունություն ապահովելու հետ, որովհետև ակնհայտ է դարձել, որ բացի այդ, որ գիտենք, որ տարիներ շարունակ խնդիր կար եւ այնպես չի, որ շատ այսպես ասած ներդաշնակ է իսլամական հանրապետության ուրեմն օրենքներով ապրելու տրամաբանությունը, սա անդադար կա պայքար կա երկրի ներսում որոշ ազատությունների տեսանկյունից եւ հիմա այս ազատությունները գալիս են նաեւ որոշ իմաստով որոշ առումով հանրային ներքին ներդաշնակություն ապահովելու, որովհետեւ թուլացած են իշխանությունները հատկապես ուրեմն հունիսին Իսրայելի կողմից հարձակումներից հետո։ Բարդ է մեզ համար բնականաբար կրկնեմ եւ հյուսիսում եւ հարավում կայուն հարևանություն է պետք, այդտեղ մեր ազդեցության չափերը կամ բացառված են կամ շատ սահմանափակ են, բայց այո, հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքները ել ավելի կարևոր եւ ակտուալ է դառնում ձեր ասած պրոբլեմային հարևանների հետ որոշակի կարգավորումների հասնելը, որտեղ թերևս որոշ անելիք ունենք եւ պիտի ինտենսիվորեն աշխատենք գոնե այս պահին Միացյալ Նահանգների հետ մեր ունեցած կոնկրետ համաձայնությունների շուրջ առաջընթաց ապահովելու ուղղությամբ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Խառատյան, ձեր այս կարևոր եւ հանգամանալից դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մինչ նոր հանդիպում ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Ալիք մեդիայի հիմնադիր, արևելագետ եւ կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված մեր անվտանգային միջավայրին առնչվող իրադարձությունների դինամիկայի, ինչպես նաև մեր անվտանգությանը դրանց առնչությունների հետ, նաև Հայաստանի եւ արտաքին աշխարհի հարաբերություններում առաջիկա անելիքների հետ կապված եւս։ Այսօր դերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նույնցես։